Նախորդ շաբաթ, երբ պատմում էինք Միրզախանյան ընտանիքի ծանր օրերի, իրար հաջորդած ծանր կորուստների ու օր-օրի բարդացող կյանքի մասին, զուգահեռաբար նաև փնտրում էինք օգնելու ընտանիքի կողքին կանգնելու ինչ-որ տարբերակներ։ Արցախի համար կռված ու անմահացած հայորդու ընտանիքը այսօր լուսառատում հազար ու մի խնդրի առաջ է կանգնած։ Ընտանիքի հոր երկու որդու կորուստը չսպիացող վերքի նման տան յուրաքանչյուր անդամի սրտին է, ու այն ամեն մեկը առանձին ծանրությամբ է տանում։ Ասեցի մի գնա Վարդան ջան, մի ամիսին դեղ եք էլի։ Այ ասես մամի ես չետամեմ եք, չետապա ով է տա։ Ասի աստված ջան, մարդանից բան չլնի, բայց պաստ են որ ֆուրերն արդեն լսնում էին։ Ասի դրած մամաների աչքերը կուրագա, որ էդի չտենա։ Էլ խաբար չէի մարդանս էլ էր դրած մեջ։ Մեր նախորդ այցի ժամանակ Ալենի հետ տարբեր թեմաներից զրուցեցինք, երազանքներից, եղբայրների կորստից։ Այս վերջինը Ալենը հաղթահարել դեռ չի կարողանում, կարոտների շարքը մեծ է։ Նախորդ անգամ 10-ամյա տղան ասաց, որ ասակակիցների նման երազում է ննջասենյակի ատրիբուտներ ունենալու մասին։ Առաջին արձագանքողներից էր մեկ կահույքի խանութ սրահը, որն առաջարկում է ժամանակակից եւ որակյալ կահույքի լայն տեսականի, նախատեսված տան տարբեր հատվածների համար։ Մեկ կահույքի խանութ սրահի տնօրինությունը 10-ամյա Ալենին ուղարկել էր մահճակալ, պահարան, սենյակի համար այլ պարագաներ։ Ընկերությունը ընտանիքին նաև հյուրասենյակի ջահ էր ուղարկել։ Ալենի ուրախությանը չափ չկար, շտապեց հարմար տեղավորվել իր նոր մահճակալին։ Ես ուրախ եմ, որ դուք մեզ տենց լավ նվերներ եք անում։ Շնորհակալություն Ալենի համար։ Ես լավ անակնկալը լավ նվերը պատրաստելու համար անչափ շնորհակալ եմ։ Աջակցության ձեռնարկին միացել էին նաև շուկայում մեծ ճանաչում ունեցող դռներ պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Մուտքի դուռ չունենալու պատճառով այս ընտանիքը հանգիստ քունը կորցրել էր, ուստի աջակցեցին տան համար այդքան անհրաժեշտ պարագաներից մեկով։ Էկոկոմֆորտ ընկերությունը իմանալով ձեր ընտանիքի մասին պատրաստակամություն հայտնեց օգնել ձեզ բերելով ձեզ մուտքի դուռ։ Շնորհակալ եմ ձեր օգնության համար, դուռը անհրաժեշտ էր։ Դուռը նորմալ կփակենք, կքնենք արխային։ Մերսի շատ ամեն ինչի համար։ Նախորդ այցի ընթացքում Ալենն ու Հովանեսն ասել էին, որ հեռախոսներ չունեն։ Ալենը իր ընկերների հետ հաճախ էր խոսում միայն թե մայրիկի հեռախոսով։ Մոբայլ Սենթեր խանութ սրահի տնօրինությունը իրականություն դարձրեց տղաների այս ցանկությունը։ Ընկերության նվիրած բջջային հեռախոսները հասան հասցեատերերին։ Մեր նոր գործընկեր Իսաջանյան դենտ կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց ընտանիքի անդամների ատամները բուժել լիովին անվճար։ Իսաջանյան դենտում կարևորում են անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուին, կատարում են նախնական խորհրդատվություն եւ բուժման պլանի ներկայացում, ապահովելով հարմարավետ միջավայր։ Ինչպես արդեն նշել էինք, տիկին Մարիամը ունի առողջական խնդիրներ, մասնավորապես ծնկահոդերի հետ կապված լուրջ անհանգստություններ, ուստի անանուն մնալ ցանկացող բժշկական կենտրոններից մեկը կազմակերպեց նրա հետազոտությունը եւ նշանակեց համապատասխան հետագա բուժում, նպաստելով տիկին Մարիամի առողջության բարելավմանը։ Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը, որն իր այցելուներին առաջարկում է բազմազան ու հետաքրքիր ժամանցի հնարավորություններ, Հովանեսի ու Ալենի համար օրը վերածեց իսկական տոնի։ Ուզում ենք մի փոքր ուրախություն ձեզ եւ ձեր երեխաներին պարգևել եւ հրավիրում ենք Ակվատեկ ուրախ ժամանց անցկացնելու։ Սիրով կսպասենք ձեզ։ Շնորհակալություն շատ։ Միաժամանակ այն տիկին Մարիամին ընձեռեց հնարավորություն թեկուզ մի քանի ժամով կտրվել առօրյա հոգսերից ու թեթևացնել ծանր մտքերը։ Ինչպես եւ միշտ մեր մշտական գործընկերները ընտանիքի պատմությունը լսելուն պես որոշեցին այս ծանր իրավիճակում կարող են գոնե կենցաղային հոգսերը թեթևացնել ու միավորվեցին լավ գործի շուրջ։ Բազմոց գրուպ ընկերությունը ընտանիքին եվրոպական ստանդարտներին համապատասխանող բազմոց նվիրեց, որը հյուրասենյակում գտավ իր ուրույն տեղը։ Տան կահույքը լրացնելու աջակցության ձեռնարկին միացել էր նաեւ Արգավան DM-ը, ուղարկելով նորաբոճ բազկաթոռ։ Edit Print հրատարակչությունը տարբեր բովանդակության գրքեր ու գունազարդ տետրեր ուղարկել Ալենին։ Տղան խոստացավ պարտադիր ընթերցել, սիրելի գրքերն արդեն տեղավորեց իր նոր պահարանում։
Միրզախանյանների ընտանիքի սննդի Անուշեղենի պաշարը ապահովեցինք մեր մշտական գործընկերների շնորհիվ։ Արզնի հոլդինգի ղեկավարությունն էլ ուղարկել էր կատնամթերք, ընտանիքին ցուցաբերված աջակցությունը նաև դրամական էր։ Big Life ընկերության Նարինե Մածուն արտադրանքից էլ էինք տարել ընտանիքին։ Մերսի շատ ամեն ինչի համար, որպես տան երկրորդ մեծ տղա, շնորհակալ եմ մեր հոգսը թեթևացնելու համար։ Ռուսկի բիսկվիտ ընկերությունը ուղարկել էր թխվածքաբլիթների լայն ու հարուստ տեսականի, որը առանձնակի ուրախացրեց տան ամենափոքրին։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը բացի սեփական արտադրանքի խմորիչներից, սփրեդից, յուղերից, ուղարկել էր իր նոր տեսականուց մայոնեզ ու կետչուպ, իսկ համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների ու կոմպոտների մեծ տեսականին ապահովել էր Իջևանի գին ու կոնյակի գործարանը։ Տիկին Մարիամը մեծ ուրախությամբ ընդունեց տնտեսական ապրանքներ արտադրող Mr. Gin ընկերության ուղարկած տան անհրաժեշտ մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարը։ Ընկերությունը ընտանիքին օգնեց նաև դրամով։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկայի տնօրինությունը անձամբ էր բերել մսամթերքի պաշարը։ Հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ։ Տիկին Մարիամ, այս դժվար իրավիճակում ինձ թվում է Արաքս թռչնաֆաբրիկայի վերած թարմ մսատեսականին եւ տեղական կիսաֆաբրիկատները երկար ժամանակով կլիացնեն ձեր սեղանը։ Շնորհակալություն, որ դուք էլ նեղություն եք քաշել, ձեզնից կտրել եք ձեր ժամանակից, ես էլ գոհ շնորհակալ եմ, Աստված ձեզ պահապան։ Տիկին Մարիամի կյանքի դառը պատմությունը լսելուն պես շտապել էին օգնել մեր բարերարները Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը ինչպես միշտ պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել ընտանիքին։ Պարտքերի բեռից ազատվելուն ֆինանսական օգնությամբ նպաստեցին նաև Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Մամաս ու ընտանիքս ուրախ են, որ երևի ծապերներս ու պապաս նային ուրախ լինեն։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը բոլոր նվերները մեզ հետ միասին տեղ հասցնելու համար։ Երեխեքն էլ երևի վերևից ուրախ են, խաղաղություն լինի ամենակարևորը։ Անդունդում հայտնվելու մասին Միրզախանյան ընտանիքը շատ է մտածել։ Երբեմն թվացել է, թե ամեն ինչ կորած է, մեծ սթրեսը իր բոլոր փուլերով մերժումից միջև համակերպում ընտանիքի մատնել է մենակության զգացողությամբ։ Դեռևս բառերով մեկնաբանվող ցավը, որ կարճ ընտանիքի զավակի կորուստ ենք անվանում, շատերիս համար անբացատրելի է եւ գուցե նաեւ աներևակայելի։ Իսկ կենցաղը, որը թվում է այս ամենի կողքին ամենափոքրն է, ամեն օր էլ ավելի է դժվարացնում կյանքը, մեծացնում հոգսերը, մոռացության մատնում կարևորը ու իրենով ավելի փչացնում կյանքի որակը։ Մեր այսից հետո էլ Միրզախանյանները հեռախոսազանգեր են ստացել ու սփոփվել։ Սա թույլ է տվել ընտանիքին մտածել, որ հայրենիքի համար զոհված զինվորականի ընտանիքը, եղբայրներն ու մյուս փոքրիկները, որ իրենց բախտից անկախ հայտնվել են բարդ իրավիճակում, մենակ չեն եւ դեռ կա գիտակցություն, որը թելադրում է բոլորով հաղթահարել ցավը։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։